Ինչ կանեիք, եթե իմանայիք, որ ձեր ամբողջ կյանքը կառուցված է ստի վրա։ Պատկերացրեք մի հզոր ընտանիք, որը հավաքվել է իրենց մոր կտակը լսելու համար։ Բայց փաստաթղթի փոխարեն նրանք ստանում են տեսանյութ։ Մի խոստովանություն, որտեղ մահամերձ մայրը բացահայտում է տասնամյակներ շարունակ թաքցրած մեղքը։ Մի ճշմարտություն, որն ավելի սարսափելի է, քան մահը, եւ որը մոխրի է վերածում նրանց աշխարհը, բացահայտելով, որ նրանցից մեկն այն չէ, ով կարծում է։ Այսօր մենք կտեսնենք, թե ինչպես է մեկ բացահայտումը քանդում ամեն ինչ՝ սեր, հավատ, ինքնություն։ Կտեսնենք, թե ինչպես են քույրն ու եղբայրը դառնում մահացու թշնամիներ, պայքարելով ոչ միայն ժառանգության, այլև իրենց անցյալի իրավունքի համար։ Բայց ամենակարևորը, մենք կբացահայտենք այն սարսափելի պատճառը, որը ստիպել է մորը կատարել այդ անդառնալի քայլը։ Այս պատմությունը կստիպի ձեզ կասկածի տակ դնել այն ամենը, ինչ գիտեք ընտանիքի մասին։ Սեղմեք բաժանորդագրվել հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Օդը թանձր էր թանկարժեք օծանելիքի, թառամող ծաղիկների և չասված խոսքերի խառնուրդից։ Սևազգեստ մարդկանց լուռ բազմությունը շարժվում էր Սարգսյանների շքեղ, բայց այժմ սառը և անհյուրընկալ առանձնատան, մարմարե սրահներով։ Պատերից կախված էին հայտնի նկարիչների գործեր, սակայն դրանք այժմ անգույն էին թվում ընդհանուր սգի ֆոնին։ Կենտրոնում ծաղիկների մեջ կորած Աստղիկ Սարգսյանի դիմանկարներ, խիստ, հզոր, բայց աչքերի խորքում թաքնված տխրությամբ։ Սա հոգեհանգիստն էր։ Անահիտը, 45 տարեկան, էլեգանտ սև զգեստով կանգնած էր պատուհանի մոտ, նայելով խնամքով կտրված, բայց այժմ անկենդան թվող այգուն։ Նրա դեմքը հանգիստ էր, բայց աչքերը լի էին խորը մտածմունքով։ Նա կարծես ֆիզիկապես այստեղ էր, բայց մտքերով հազարավոր մղոններ հեռու։ Նա իրեն միշտ օտար էր զգացել այս տանը, և նույնիսկ մոր մահը չէր փոխել այդ զգացողությունը։ Նրա կողքին կանգնած ամուսինը Վարդանը զգուշորեն դրեց ձեռքը կնոջ ուսին։ Ամեն ինչ լավ է, սիրելիս, դու արդեն մի ժամ է այստեղ կանգնած։ Անահիտը չշրջվեց։ Չգիտեմ, զգում եմ, որ պետք է ինչ-որ բան զգամ, ցավ, կորուստ։ Թեթևություն, բայց ներսումս դատարկություն է։ Կարծես միշտ եմ սպասել այսօրվան, ու հիմա երբ եկել է, չգիտեմ ինչ անել։ Նրանց խոսակցությունը ընդհատեց Գարիկի, նրա 42 տարեկան եղբոր մոտենալը։ Անթերի սև կոստյումով, վստահ քայլերով նա շրջում էր սրահում, սեղմում ցավակցողների ձեռքերը, կարծես ոչ թե սգավոր, այլ կարևոր ընդունելության տեր լիներ։ Անահիտ, մարդիկ քեզ են փնտրում, գոնե այսօր փորձիր ընտանիքի անդամի տպավորություն թողնել, մայրս չէր սիրի այսպիսի անտարբերություն։ Անահիտը դանդաղ շրջվեց, և նրա հայացքը հանդիպեց եղբոր սառը աչքերին։ Իսկ դու որտեղից գիտես, թե մայրս ինչ կսիրեր։ Նա երբևէ որևէ մեկիս ասել է, թե իրականում ինչ է զգում։ Գարիկի դեմքը քարացավ։ Մի սկսիր, ոչ այսօր։ Այդ պահին նրանց մոտեցավ Տիգրանը, 70-ական թվականներին մոտ, ընտանիքի վաղեմի փաստաբանը, ում ակնոցի վրայից նայող հայացքը միշտ անթափանց էր։ Գարիկ, Անահիտ, ցավակցում եմ, ձեր մայրը ուժեղ կին էր։ Նա ինձ խնդրել էր, որ հուղարկավորությունից անմիջապես հետո ձեզ հավաքեմ իր աշխատասենյակում, կտակի հարցով։ Գարիկը գլխով արեց, կարծես սպասելով դրան։ Իհարկե, պարոն Տիգրան, ամեն ինչ պետք է արվի ըստ կանոնների, մայրս կանոններ սիրում էր։ Անահիտի շուրթերին դառը ժպիտ հայտնվեց։ Կտա։ Ես կարծում էի ամեն ինչ վաղուց որոշված է։ Գարիկը ստանում է կայսրությունը, ես քաղաքի բնակարանն ու բարի մաղթանքները։ Տիգրանի դեմքին մի պահ տարօրինակ արտահայտություն հայտնվեց։ Այս անգամ ամեն ինչ այնքան էլ ստանդարտ չէ։ Աստղիկը վերջին շաբաթներին որոշ փոփոխություններ է արել։ Նա թողել է հաղորդագրություն։ Նրա ձայնի մեջ հնչող անսովոր դադարը ստիպեց Անահիտին ուշադիր նայել նրան։ Հաղորդագրություն։ Ինչ հաղորդագրություն։ Փաստաբանը խուսափեց նրա հայացքից։ Ավելի լավ է ինքներդ տեսնեք, երբ բոլորը գնան, սա միայն ընտանիքի համար է։ Երբ վերջին հյուրն էլ հեռացավ և տանը տիրեց խուլ լռություն, Տիգրանը հավաքեց Գարիկին, նրա կնոջը, Լիլիթին, Անահիտին և Վարդանին Աստղիկի մռայլ աշխատասենյակում։ Կաղն ու փայտից ծանր սեղանին, սովորական թղթապանակի փոխարեն, դրված էր մեկ նոութբուք։ Տիգրանը բացեց և ասաց. «Ձեր մայրը չի գրել իր կտակը»։ Նա այն ձայնագրել է։ Այդ խոսքերը լարեցին առանց այն էլ պայթյունավտանգ մթնոլորտը։ Անահիտի մտքում հանկարծ վեր հառնեց 1 տարի առաջվա մի ընթրիքի տեսարան։ Ջաշասենյակը ողողված էր ջահի բյուրեղյա լույսով։ Սեղանը լի էր թանկարժեք սպասքով, որին գրեթե ոչ ոք չէր դիպչում։ Սեղանի գլխին նստած էր Աստղիկը, ուղիղ մեջքով, խիստ հայացքով։
Գարիկ, լսեցի, որ նոր գործարք ես կնքել գերմանացիների հետ։ Հիանալի է, հայրդ կհպարտանար, դու իսկական Սարգսյան ես։ Գարիկը ինքնագոհ ժպտաց։ Ամեն ինչ արեցի, ինչպես դու էիր սովորեցրել, մայր, ուժի դիրքերից։ Այնուհետև Աստղիկի հայացքը սառույցի պես սահել էր դեպի Անահիտը։ Իսկ դու, Անահիտ, ինչով ես զբաղված։ Հերթական անհասկանալի նկարն ես վրցնում, որը ոչ ոք չի գնի։ Անահիտը հանգիստ, բայց սառը տոնով պատասխանել էր. Ես ցուցահանդեսի եմ պատրաստվում, մայր, եւ ես նկարում եմ ոչ թե վաճառքի, այլ ինքնարտահայտման համար։ Աստղիկը քմծիծաղ էր տվել։ Ինքնարտահայտում։ Ինչպիսի շքեղություն։ Մենք, Սարգսյաններս, մեզ այդպիսի շքեղություն թույլ տալ չենք կարող։ Մենք կայսերություն ունենք պահելու։ Այդ պահին Անահիտի համբերությունը սպառվել էր։ Ինչով ես միշտ այդպես խոսում ինձ հետ։ Երբեմն թվում է, թե ես քո հարազատ դուստրը չեմ։ Այդ խոսքերից հետո սենյակում խորը լռություն էր տիրել։ Աստղիկի ձեռքում գինու բաժակը մի պահ դողացել էր, իսկ դեմքը քարացել էր։ Նրա աչքերում երևացել էր ոչ թե զայրույթ, այլ մերկ վախ։ Երբեք այլևս այդպես չասես, կտրուկ ասել էր նա ու դուրս եկել սենյակից։ Այդ հիշողությունը ցրվեց, երբ Տիգրանը սեղմեց նոութբուքի կոճակը։ Էկրանին հայտնվեց Աստղիկի դեմքը, հիվանդանոցային մահճակալին, գունատ, հյուծված, բայց աչքերը վառվում էին վերջին վճռական կրակով։ Եթե դուք սա տեսնում եք, ուրեմն ես այլևս չկամ։ Նրա ձայնը թույլ էր ու խրպոտ, եւ գուցե դա լավ է, որովհետև ես չէի կարողանա ձեր աչքերի մեջ նայելով ասել այն, ինչ պետք է ասեմ։ Ամբողջ կյանքում ես ապրել եմ ստի մեջ, մի սուտ, որը ես ստեղծեցի փրկելու համար այն, ինչ ինձ համար ամենաթանկն էր, ընտանիքի անունը, ձեր հոր հպարտությունը, մեր ապագան։ Գարիկը անհամբեր շարժվեց։ Ինչ է սա, հերթական դրամա։ Բայց Անահիտը առաջ թեքվեց, զգալով, թե ինչպես է սառը սարսուռը սողում մեջքով։ Նրա մտքում կրկին հնչեցին իր իսկ խոսքերը. թվում է, թե ես քո հարազատ դուստրը չեմ։ Աստղիկը տեսանյութում խորը շունչ քաշեց։ Ձեր հայրը, Կարենը, միշտ որդի էր երազում, ժառանգորդ։ Անահիտի ծնունդից հետո նա ասաց. մեզ տղա է պետք, Աստղիկ, առանց որդու մեր ընտանիքը ապագա չունի։ Երբ ես երկրորդ անգամ հղրիացա, բժիշկներն ասացին, որ նորից աղջիկ է լինելու։ Ես գիտեի, որ Կարենը դա չի տանի։ Ես խուճապի մեջ էի։ Ծննդատանը իմ հարևան պալատում մի երիտասարդ միայնակ կին էր։ Նա տղա էր ունեցել, առողջ, գեղեցիկ տղա, եւ նա ոչինչ չուներ, իսկ ես ունեի ամեն ինչ, բացի տղայից։ Եվ այդ գիշեր ես կայացրի իմ կյանքի ամենասարսափելի որոշումը։ Գարիկը քարացել էր։ Սուտ է, սա սուտ է, նա չէր կարող։ Նրա ձայնը դողում էր։ Առաջին անգամ նրա կյանքում նա վախեցած էր։ Նա զգում էր, որ իր ոտքերի տակից հողը սահում է։ Աստղիկը շարունակեց, կարծես կարդալով նրա մտքերը. ես գումար տվեցի բուժքրոջը, շատ գումար։ Այդ գիշեր երկու երեխայի կյանք փոխվեց ընդմիշտ։ Իմ աղջիկը գնաց մի ուրիշի մոտ, իսկ ես տուն բերեցի ուրիշի տղային, քեզ, Գարիկ։ Լռությունը պայթեց։ Ոչ, կոտրված շուշուկով ասաց Գարիկը, իսկ հետո գոռաց. սուտ է, այս ամենը սուտ է։ Նա մոտեցավ սեղանին եւ մի հարվածով փակեց նոութբուքը։ Ձայնը կտրվեց, բայց խոսքերն արդեն թունավորել էին օդը։ Նա շրջվեց դեպի Անահիտը, աչքերը խելագարի պես փայլում էին։ Սա դու ես արել, դու ես այս ամենը սարքել, միշտ նախանձել ես ինձ։ Անահիտը ցնցված վեր կացավ. խենթ ես, ես ինչ կապ ունեմ, մենք հենց նոր իմացանք, որ ես քույր ունեմ, իսկ դու։ Նա չկարողացավ ավարտել, իրականությունը չափազանց սարսափելի էր, բայց նոթբուքի կափարիչը ամբողջությամբ չէր փակվել, էկրանը դեռ լուսավորված էր եւ Աստղիկի ձայնի վերջին կտրված խոսքերը, հազիվ լսելի, բայց հստակ հնչեցին սենյակում. Ներիր ինձ, Գարիկ, դու Սարգսյան չես, քո իրական մայրը, Սոնան, ապրում է։ Աստղիկի ձայնի վերջին խոսքերը, ապրում է, կարծես սառցեշիտ դարձան ու խոցեցին սենյակում տիրող խեղդող լռությունը։ Մի քանի վայրկյան ոչ ոք չէր շարժվում։ Կարծես բոլորը վախենում էին շնչելով խախտել այդ սարսափելի պահը։ Այնուհետև Գարիկը, ով մինչ այդ քարացած կանգնել էր, շարժվեց։ Դա ոչ թե մարդկային շարժում էր, այլ վիրավոր գազանի ցատկ։ Նա մոտեցավ սեղանին, բռնեց կիսաբաց նոութբուքը եւ ամբողջ ուժով շպրտեց այն պատին։ Սարքը բախվեց նկարներից մեկին, փշուր-փշուր եղավ ու մեռած զանգվածով ընկավ գետնին։ Ոչինչ էլ չի ապրում, ոչինչ չի եղել, դուք լսեցիք։
Ոչինչ, նա գոռում էր, շրջվելով դեպի սարսափահար ընտանիքը։ Նրա դեմքը խեղաթյուրվել էր կատաղությունից, երակները պարանոցին լարվել էին պարանների պես։ Լիլիթը վազեց դեպի նա, փորձելով գրկել։ «Գարիկ, խնդրում եմ, սիրելիս, հանգստացիր, սա ինչ-որ սարսափելի թյուրիմացություն է»։ Բայց նա կոպտորեն հրեց կնոջը։ «Դուք բոլորդ լսեցիք այդ զառանցանքը։ Նա հիվանդ էր, գիտակցությունը մթագնած, այս ամերը պետք է մոռացվի»։ Հենց հիմա նրա հայացքը կանգ առավ Տիգրանի վրա, ով զարմանալի հանգստությամբ հետևում էր տեսարանին։ «Իսկ դու», Գարիկը մատը պարզեց փաստաբանին, «դու գիտեիր այս խեղկտակության մասին ու թույլ տվեցիր, որ այն հնչի, ինչպես համարձակվեցիր»։ Տիգրանը հանեց ակնոցը, սրբեց այն և դանդաղ նորից դրեց։ Նրա շարժումների մեջ կար մի ծանրակշիռ հանգստություն, որն ավելի էր զայրացնում Գարիկին։ «Ես ընդամենը կատարեցի քո մոր վերջին խնդրանքը, Գարիկ։ Նա կանխատեսել էր քո արդագանքը, նա գիտեր, որ դու չես հավատա»։ Փաստաբանը ձեռքը տարավ իր պորտֆելին, որը դրված էր բազկաթոռի կողքին, և այնտեղից հանեց մի հաստ կնքված ծրար։ Դրա վրա աստղիկի ծանոթ խոշոր ձեռագրով գրված էր. «Բացել միայն տեսանյութից հետո»։ «Սա դեռ ամենը չէ», շարունակեց Տիգրանը, ծրարը դնելով սեղանին։ «Այստեղ փաստաթղթերն են, 42 տարի առաջվա ծննդատան արխիվի պատճենները, Բուշ քրոջ գրավոր խոստովանությունը, որը աստղիկը գտել է նրա մահից առաջ, և ԴՆԹ թեստի արդյունքները, որը նա գաղտնի արել է քո մազի նմուշով 2 ամիս առաջ»։ Յուրաքանչյուր բառը մուրճի հարվածի պես էր, որը փշրում էր Գարիկի ժխտողականության վերջին բեքորները։ Նա նայեց ծրարին, կարծես դա օձ լիներ, որը պատրաստվում էր խայթել իրեն։ Իսկ Անահիտը, ով մինչ այդ լուռ կանգնած էր, հանկարծ առաջին անգամ խոսեց։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց դրա տակ թաքնված էր պողպատե վճռականություն։ «Իսկ իմ քովյուրը», հարցրեց նա, ուղիղ նայելով Տիգրանին, «այդ ծրարում նրա մասին ինչ-որ բան կա»։ Այդ հարցը կարծես փոխեց սենյակի էներգիան։ Գարիկի անձնական ողբերգությունը հանկարծ ստացավ մեկ այլ հարթություն։ Կար ևս մեկ զոհ, ևս մեկ խեղված ճակատագիր։ Գարիկը կտրուկ շրջվեց դեպի քույրը։ «Ինչ քույր, քո գլխում ինչ է կատարվում։ Մենք պետք է այս ամենը ոչնչացնենք և մոռանանք։ Սա կկործանի մեզ, կկործանի Սարգսյանների անունը»։ Անահիտը տխուր ժպտաց։ «Այլևս չկա Սարգսյանների անուն, Գարիկ, գոմե այնպես, ինչպես մենք գիտեինք։ Մայրս ոչնչացրեց այն իր խոստովանությամբ։ Հիմա միայն ճշմարտությունն է մնացել։ Եվ ես ուզում եմ իմանալ այդ ճշմարտությունը ամբողջությամբ։ Ես քույր ունեմ, մի մարդ, ով իմ արյունն է կրում և ով պետք է իմ փոխարեն ապրեր այս տանը։ Որտեղ է նա, պարոն Տիգրան»։ Տիգրանը խորը հոգոց հանեց։ Նա բացեց ծրարը և այնտեղից բազմաթիվ թղթերի միջից հանեց մի փոքրիկ դեղնած լուսանկար։ Դրանում պատկերված էր մի քանի ամսական երեխա մեծ մուգ աչքերով, որոնք զարմանալիորեն նման էին Անահիտի աչքերին։ «Աստղիկը երբեք չի դադարել հետևել նրան հեռվից», ասաց Տիգրանը ցածրաձայն։ «Նրա անունն է Անուշ։ Նրան որդեգրել է մի զինվորականի ընտանիք, Մանուկյաններ։ Նրանք տեղափոխվել են Գյումրի, երբ նա դեռ 1 տարեկան չկար»։ Գարիկը մոտեցավ և փորձեց խլել լուսանկարը Անահիտի ձեռքից։ «Հերիք է, ես արգելում եմ քեզ փորփրել այս կեղտը»։ Բայց Անահիտը ամուր սեղմեց նկարը։ «Դու այլևս ինձ ոչինչ արգելել չես կարող, դու այս ընտանիքի մաս չես»։ Այդ խոսքերը դաժան էին, և Անահիտը միանգամից զղջաց դրանց համար, բայց դրանք արդեն ասված էին։ Գարիկը ուկան քայլեց, կարծես ապտակ ստացած լիներ։ Նրա դեմքին կատաղությունը փոխարինվեց խորը անհատակ ցավով։ Նա նայեց Անահիտին, հետո Վարդանին, Լիլիթին, Տիգրանին։ Նրանք բոլորը գիտեին։ Նա այլևս Սարգսյան չէր, նա օտար էր իր իսկ տանը։ Առանց մեկ բառ ասելու նա շրջվեց և դուրս եկավ սենյակից, ուժգին շրխտկացնելով դուռը։ Տանը տիրեց ծանր լռություն, որն ընդհատվում էր միայն Լիլիթի խուլ հեկեկոցով։ Անահիտը նայում էր մանկան լուսանկարին։ Եվ սրտումը միաժամանակ ծնվում էին ցավ, մեղքի զգացում և մի անսպասելի տաք հույս։ Նա քույր ուներ, և նա պետք է գտներ նրան։ Բայց Տիգրանը դեռ չէր ավարտել։ «Կա ևս մեկ բան, Անահիտ», ասաց նա, ձայնը իջեցնելով։ «Մի բան, որ աստղիկը խնդրեց փոխանցել միայն քեզ, երբ դու մենակ լինես։ Դա վերաբերում է ոչ թե անցյալին, այլ ապագային, և դա կարող է ավելի վտանգավոր լինել, քան այն ամենը, ինչ դուք մինչ այժմ լսել եք»։ Տիգրանի խոսքերը, ավելի վտանգավոր, կախվեցին օդում, խոստանալով նոր փոթորիկ այն ժամանակ, երբ նախորդի ալիքները դեռ չէին հանդարտվել։
Անահիտը զգաց, թե ինչպես է սառը քրտինքը պատում ճակատը։ Ինչը կարող էր ավելի վտանգավոր լինել, քան այն ճշմարտությունը, որ Նավթեն իսկ քանդել էր իրենց ընտանիքի հիմքերը։ Նա հայացքով իշարա արեց ամուսնուն և Լիլիթին, որը դեռ լուռ լաց էր լինում անկյունում։ «Խնդրում եմ, մեզ մի պահ մենակ թողեք», նրա ձայնը հազիվ էր լսվում։ Վարդանը մոտեցավ, մտահոգ նայեց կնոջը, բայց հասկացավ, որ սա այն պահն է, երբ նա պետք է մենակ լինի։ Նա զգուշորեն դուրս բերեց հեկեկացող Լիլիթին և շուտով սենյակում մնացին միայն Անահիտն ու Տիգրանը, երկու մարդ, ովքեր պահում էին Աստղիկ Սարգսյանի վերջին ամենամութ գաղտնիքը։ Փաստաբանը սպասեց, մինչև դռան հետևից քայլերի ձայնը կլռի, ապա սեղանին դրեց մի փոքրիկ, հին բանալի և մի թղթի կտոր, որի վրա գրված էր բանկային պահատուփի համար։ Աստղիկը գիտեր, որ Գարիկը, իմանալով ճշմարտությունը, կփորձի ամեն ինչ վերահսկել, հատկապես ֆինանսները։ Նա միշտ վախեցել է աղքատությունից ավելի շատ, քան մահից։ Ձեր մայրը կանխատեսել էր, որ նա կփորձի սառեցնել բոլոր հաշիվները, այդ թվում քոնը, որպեսզի քեզ շանտաժի ենթարկի և ստիպի լռել։ Անահիտը անհավատալով նայեց բանալուն։ Նա երբեք չէր մտածել փողի մասին։ Նրա ցավը շատ ավելի խորն էր, քան ցանկացած բանկային հաշիվ։ «Բայց ես ոչինչ չեմ ուզում», շշնջաց նա։ «Ես միայն ուզում եմ գտնել իմ քրոջը»։ «Եվ դու կգտնես», հաստատեց Տիգրանը, «բայց դա անելու համար քեզ ուժ և անկախություն է պետք։ Այս պահատուփում ոչ միայն գումար է, որը քո մայրը տարիներ շարունակ գաղտնի հավաքել է քեզ համար։ Այնտեղ են նաև բոլոր փաստաթղթերի բնօրինակները և մի նամակ ուղղված քեզ»։ Աստղիկն ասաց, որ դու կիմանաս, երբ այն կարդալ, բայց նա նաև զգուշացրեց. Գարիկը կանի ամեն ինչ, որպեսզի այս ամենը ձեռք գցի։ Նա կարծում է, որ դա իրենն է։ Նա կպայքարի ոչ թե փողի, այլ այն ինքնության համար, որը այդ փողը խորհրդանշում է։ Հաջորդ առավոտյան Անահիտը արթնացավ այն զգացողությամբ, որ ապրում է ուրիշի կյանքով։ Նրա սեփական տունը, որը միշտ ապահովության և հանգստության վայր էր, այժմ լի էր լարվածությամբ։ Վարդանը փորձում էր նրան սատարել, բայց նրա աչքերում էլ կար շփոթմունք և վախ։ Առաջին բանը, որ Անահիտն արեց, զանգահարելն էր Գարիկին։ Նա ուզում էր խոսել, փորձել կամուրջներ գցել, հասկանալ, թե ինչպես կարող են միասին անցնել այս դժոխքի միջով։ Չէ՞ որ, անկախ ամեն ինչից, նրանք մեծացել էին որպես քույր և եղբայր։ «Գարիկ, ես եմ», ասաց նա, երբ եղբայրը վերջապես վերցրեց հեռախոսը։ «Ես ուզում եմ, որ մենք խոսենք, հանգիստ, առանց մեղադրանքներ»։ Գծի մյուս ծայրում մի քանի վայրկյան լռություն էր, հետո հնչեց Գարիկի սառը անծանոթ ձայնը. «Խոսելու ոչինչ չկա։ Դու քո ընտրությունը կատարեցիր, երբ որոշեցիր հավատալ այդ զառանցանքին։ Ես զանգել եմ իմ փաստաբաններին։ Նրանք կվիճարկեն այդ այսպես կոչված կտակը։ Մենք կապացուցենք, որ մայրս անմեղսունակ էր։ Իսկ մինչ այդ խորհուրդ կտայի ստուգել քո բանկային հաշիվը։ Դու այլևս Սարգսյան չես և Սարգսյանների փողերից օգտվելու իրավունք չունես»։ Կարճ ձայնային ազդանշանները հաստատեցին, որ խոսակցությունն ավարտված է։ Անահիտի ձեռքերը դողում էին։ Նա բացեց բջջայինի բանկային հավելվածը։ Գարիկը չէր կատակում։ Նրա հաշիվը սառեցված էր։ Տիգրանը ճիշտ էր, պատերազմը սկսվել էր։ Խնդիրը խորանում էր, և իրավիճակը սովորական եղանակներով լուծելու նրա առաջին իսկ փորձը ձախողվել էր։ Նա հասկացավ, որ այժմ միայնակ է այս պայքարում։ Նա պետք է գնար բանկ, բացեր այդ պահատուփը և հասկանա, թե ինչ զենք է մայրը թողել այս պատերազմում։ Ճանապարհին դեպի բանկ Անահիտի գլխում մտքերի մռիք էր։ Նա մտածում էր իր անհայտ քրոջ՝ Անուշի մասին։ Ինչպիսին է նա։ Արդյոք նա երջանիկ է։ Գիտի արդյոք ինչ-որ բան իր ծագման մասին։ Իսկ Գարիկը։ Նա ատում էր նրան այս պահին, բայց միևնույն ժամանակ խղճում էր։ Նրա ողջ աշխարհը փլուզվել էր։ Բանկի շենքը վեհաշուք էր ու սառը, ինչքան այն աշխարհը, որտեղ նա մեծացել էր։ Նա մոտեցավ պահատուփերի բաժնին, ներկայացրեց փաստաթղթերը և բանալին։ Աշխատակիցը նրան ուղեկցեց դեպի պահոց, որտեղ հազարավոր փոքրիկ մետաղյա դռնակներ լուռ պահում էին ուրիշների գաղտնիքները։ Երբ նրա համարի դռնակը բացվեց, Անահիտը խորը շունչ քաշեց և դուրս հանեց ծանր մետաղյա արկղը։ Նա այն տարավ առանձին սենյակ, որը նախատեսված էր հաճախորդների համար, և զգուշությամբ բացեց այն։ Վերևում դրված էին փաստաթղթերի կապոցներ և մի քանի հաստ տրցակ թղթադրամներ, իսկ դրանց տակ կար մի հին կաշվե կազմով օրագիր և մի կնքված նամակ. «Իմ դստերը Անահիտին» վերնագրով։ Անահիտի սիրտը բաբախում էր։ Նա վերցրեց օրագիրը։ Դա մոր օրագիրն էր։ Առաջին էջում գրված էր. «Մեկ նախադասություն. այսօր ես սպանեցի իմ հոգին, որպեսզի փրկեմ իմ ընտանիքը»։ Հանկարծ սենյակի դռան վրա թույլ թակոց հնչեց։
Անահիտը վեր թռավ, դա բանկի աշխատակիցն էր։ «Ներողություն, տիկին Սարգսյան», ասաց նա, բայց դրսում մի պարոն է պնդում, որ այս պահատուփը նաև իրենն է, նա ձեր եղբայրն է, Գարիկ Սարգսյանը, եւ նա իր փաստաբանների հետ է։ Բանկի աշխատակցի խոսքերը Անահիտի ականջներում հնչեցին ոչ թե որպես տեղեկություն, այլ որպես ռազմական գործողության սկիզբ ազդարարող ազդանշան։ Մի պահ նրա սիստը կարծես դադարեց բաբախելուց, հետո վերսկսեց աշխատանքը կատաղի արագությամբ, խուլ զարկերով արձագանքելով քունքերում։ Սեննակը կարծես նեղացավ, պատերը սկսեցին սեղմվել, իսկ օդը դարձավ թանձր ու դժվարաշունչ։ Նա նայեց իր ձեռքի մետաղյա արկղին։ Այն այլևս պարզապես անցյալի մասունքների պահոց չէր, այլ ռազմավարական նշանակության օբյեկտ, որի համար պայքարը մահու և կենաց էր լինելու։ Նա գիտակցեց խնդրի իսկական մասշտաբը։ Սա այլևս ընտանեկան դրամա չէր, սա պատերազմ էր ռեսուրսների, իշխանության և ամենակարևորը ճշմարտության նկատմամբ վերահսկողության համար։ «Տիկին, ես պետք է նրանց ներս թողնեմ», աշխատակցի անհամբեր ձայնը վերադարձրեց նրան իրականություն։ Անահիտը սթափվեց, խուճապի առաջին ալիքին փոխարինելու եկավ սառը սուր վճռականությունը։ Նա իր մոր դուստերն էր, և եթե աստղիկը կարողացել էր 40 տարուց ավելի պահել այդպիսի գաղտնիք, ապա ինքն էլ կարող էր գոնե 40 րոպե դիմակայել այս ճնշմանը։ «Ոչ», հստակ ասաց նա, «սա անձնական պահատուփ է, որը կտակված է ինձ։ Խնդրում եմ ասեք նրանց, որ սպասեն իմ փաստաբանին, ես հիմա կզանգահարեմ նրան»։ Նա գիտեր, որ ժամանակ է շահում, բայց որքան կարող էր ձգել։ Նա արագ հավաքեց Տիգրանի համարը, մինչդեռ նրա մյուս ձեռքը դողալով շոշափում էր մոր օրագիրը։ «Տիգրան, նրանք այստեղ են, Գարիկն իր փաստաբանների հետ այստեղ է, պահանջում են պահատուփի պարունակությունը»։ Գծի մյուս ձայնում փաստաբանը մի պահ լռեց, հետո հանգիստ պատասխանեց. «Ես սպասում էի դրան, մի անհանգստացիր, դու օրենքի սահմաններում ես, ոչ ոք չի կարող քեզ ստիպել ինչ-որ բան հանձնել առանց դատարանի որոշման, բայց նրանք կփորձեն քեզ վախեցնել, Գարիկը կխաղա քո նյարդերի հետ։ Իմ խորհուրդը վերցրու այն, ինչ ամենակարևորն է քեզ համար, և հեռացիր այնտեղից, փորձիր խուսափել նրա հետ ուղիղ բախումից, ես կզբաղվեմ իրավական կողմով»։ «Իսկ ի՞նչն է ամենակարևորը», հարցրեց Անահիտը ավելի շատ ինքն իրեն, «փողը, փաստաթղթերը»։ Նրա հայացքը կանգ առավ օրագրի և նամակի վրա։ Ճշմարտությունը, սա էր ամենակարևորը։ Նա արագ թաքցրեց օրագիրն ու նամակը պայուսակի մեջ, իսկ մնացածը, փաստաթղթերն ու գումարը նորից դրեց արկղի մեջ։ Նա հասկանում էր, որ սա վտանգավոր քայլ է։ Եթե Գարիկը կարողանար ձեռք բերել արկղը, նա կստանար ֆինանսական լծակներ, բայց Անահիտը զգում էր, որ իրական ուժը ոչ թե փողի, այլ գիտելիքի մեջ է։ Նա խորը շունչ քաշեց և պատրաստվեց դուրս գալ։ Երբ բացեց սենյակի դուռը, միջանցքում տեսավ նրան։ Գարիկը կանգնած էր երկու թանկարժեք կոստյումներով տղամարդկանց հետ։ Նրա դեմքը քարի պես անարտահայտիչ էր, բայց աչքերում սառը կրակ էր վառվում։ Նրանց հայացքները հանդիպեցին, և մի պահ Անահիտին թվաց, թե աշխարհում ուրիշ ոչ ոք չկա։ Այդ հայացքի մեջ կար ամեն ինչ՝ մանկության հիշողություններ, դավաճանություն, ցավ, ատելություն և չասված մեղադրանքներ։ «Դու չես կարող սա տանել», ասաց Գարիկը։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց լի սպառնալիքով։ «Սա Սարգսյանների ընտանիքի սեփականությունն է»։ Անահիտը սեղմեց պայուսակը։ «Ես վերցնում եմ այն, ինչ իմն է, Գարիկ, այն, ինչ մայրս անձամբ ինձ է թողել»։ Նա փորձեց անցնել նրանց կողքով, բայց փաստաբաններից մեկը փակեց նրա ճանապարհը։ «Տիկին, մենք ունենք բոլոր հիմքերը կարծելու, որ դուք փորձում եք յուրացնել վիճարկվող ժառանգությունը։ Մենք ստիպված կլինենք ոստիկանություն կանչել»։ Սա բլեֆ էր, և Անահիտը դա գիտեր, բայց սպառնալիքը այնուամենայնիվ ազդեց։ Սա առաջին լուրջ հետևանքն էր։ Իրավիճակը դուրս էր գալիս ընտանեկան վեճի շրջանակներից և թևակողում իրավական պատերազմի դաշտ։ Հանկարծ Գարիկը մի քայլ առաջ արեց։ «Անահիտ, մի արա սա, եկ խելքի, մտածիր մեր երեխաների մասին, մտածիր, թե ինչպես է այս սկանդալն անդրադառնալու նրանց վրա։ Մենք կարող ենք այս ամենը լուծել հանգիստ, մեր մեջ։ Պարզապես տուր ինձ այդ արկղը, և մենք կմոռանանք այս սարսափելի օրը»։ Նրա ձայնը հանկարծ դարձել էր փափուկ, գրեթե աղաչական։ Մի պահ Անահիտը տատանվեց։ Գուցե նա ճիշտ է։ Գուցե ավելի լավ է զիջել և խուսափել այս կործանարար պատերազմից։ Նրա խոսքերում կար տրամաբանություն, բայց հետո նա հիշեց մոր օրագրի առաջին տողը. «Այսօր ես սպանեցի իմ հոգին, որպեսզի փրկեմ իմ ընտանիքը»։ Նրա մայրն արդեն փորձել էր լուծել խնդիրը հանգիստ, մեր մեջ, և դրա արդյունքը եղել էր 40 տարվա սուտ և խեղված ճակատագրեր։ «Ոչ, Գարիկ», վճռականորեն ասաց նա, «մենք այլևս ոչինչ չենք տաքցնելու»։ Նա շրջանցեց նրանց և արագ քայլերով ուղղվեց դեպի ելքը։
Նա չէր տեսնում, բայց զգում էր Գարիկի հայացքը մեջքին, սառը, ծանր եւ խոստումնալից։ Երբ նա դուրս եկավ բանկի շենքից եւ խառնվեց մարդկանց բազմությանը, նրան մի պահ թվաց, թե ազատվել է, բայց երբ նստեց տաքսի, հեռախոսին անծանոթ համարից հաղորդագրություն եկավ։ Այնտեղ ընդամենը մեկ նկար էր՝ Գյումրիի մի հին փողոց, եւ նկարի տակ գրված էր. «Միթե դու կարծում ես, որ միայն դու ես փնտրում քո քրոջը, ոմանք կարող են նրան ավելի շուտ գտնել»։ Գարիկի հաղորդագրությունը սառույցի պես դիպավ Անահիտի սրտին։ Վախի սառը ալիքը տարածվեց նրա մարմնով, բայց դրան անմիջապես այրող զայրույթը։ Ինչպես է նա համարձակվում։ Ինչպես է համարձակվում իրենց ընտանեկան ողբերգությունը վերածել կեղտոտ շանտաժի, որպես զենք օգտագործելու մի անմեղ կնոջ իր քրոջ ճակատագիրը։ Այդ պահին նա որոշեց. նա այլևս չէր վախենալու։ Նա կգտներ Անուշին, կպատմեր նրան ամեն ինչ եւ միասին կորոշեին, թե ինչպես վարվել։ Տուն հասնելուն պես նա փակվեց իր արվեստանոցում, միակ վայրում, որտեղ իրեն ապահով էր զգում։ Ներկերի ու կտավի հոտը միշտ հանգստացնում էր նրան, բայց այսօր դա անզոր էր։ Նա նստեց բազկաթոռին, դողացող ձեռքերով պայուսակից հանեց մոր օրագիրը եւ նամակը։ Որտեղից սկսել։ Ինչն էր ավելի կարևոր՝ անցյալի մեղքերը, թե ապագայի զգուշացումները։ Նրա մատները սահեցին օրագրի կաշվե կազմի վրայով։ Նա պետք է հասկանար, թե ինչն է ստիպել մորը կատարել այդ աներևակայելի քայլը։ Նա բացեց օրագիրը։ Առաջին էջերը լի էին երիտասարդ սիրահարված կնոջ երազանքներով, բայց շատ արագ տոնը փոխվում էր։ Հայտնվում էին վախի, հիասթափության, ամուսնու Կարենի կողմից անտեսված լինելու զգացողության մասին գրառումներ։ Անահիտը կարդում էր, մոռանալով ժամանակի մասին, եւ նրա աչքի առաջ հառնում էր մի կնոջ ողբերգություն, ում ստիպել էին հավատալ, որ իր արժեքը կախված է միայն ժառանգորդ ունենալուց։ Նա հասավ այն էջերին, որոնք գրվել էին 42 տարի առաջ, ճակատագրական ծննդաբերության օրերին։ Աստղիկի ձեռագիրը դարձել էր անհավասար, խուճապային։ Նա նկարագրում էր իր վախը, Կարենի սառը հայացքը, բուժ քրոջ առաջարկը, որը սկզբում թվում էր հրեշավոր, իսկ հետո միակ փրկություն։ Անահիտի աչքերն արցունքով լցվեցին։ Նա ատում էր մորը իր արարքի համար, բայց առաջին անգամ նաև սկսում էր հասկանալ նրան։ Հետո նա հասավ մի գրառման, որը ստիպեց նրան կանգ առնել։ Այն արվել էր երեխաների փոխանակումից մի քանի օր անց։ Ես տեսա նրան, գրել էր Աստղիկը։ Բուժքույրը թույլ տվեց մի պահ նայել իմ աղջկան, իմ Անուշին, մինչև նրան կտանեին։ Նա այնքան փոքրիկ էր, բայց ամենատարօրինակը նրա աչքերն էին, դրանք բաց կապույտ էին, ինչպես հորս աչքերը, իսկ այն տղան, ում ես տուն եմ բերել, նրա աչքերը մուգ են, ինչպես իմը։ Ինչպես է Կարենը չնկատում, գուցե նա պարզապես չի ուզում նկատել։ Անահիտի շունչը կտրվեց։ Կապույտ աչքեր։ Նրանց ընտանիքում ոչ ոք կապույտ աչքեր չուներ, բացի պապիկից, որին նա հազիվ էր հիշում, իսկ Գարիկի աչքերը, դրանք միշտ եղել են մուգ շագանակագույն, գրեթե սև։ Ինչ-որ բան այստեղ չէր համընկնում։ Տարօրինակ, անհանգստացնող մի զգացում սկսեց սողալ նրա մեջ։ Նա արագ թերթեց օրագիրը, փնտրելով որևէ այլ հիշատակում, բայց ոչինչ չգտավ։ Կարծես Աստղիկը այլևս երբեք չէր անդրադարձել այդ թեմային։ Նրա ձեռքերը դողում էին, երբ նա վերցրեց կնքված նամակը։ Գուցե պատասխանը այստեղ է։ Նա պատռեց ծրարը։ Ներսում մի քանի թերթեր, ծածկված մոր արդեն ծերունական դողացող ձեռագրով։ Իմ սիրելի Անահիտ, սկսվում էր նամակը։ Եթե դու սա կարդում ես, ուրեմն ես արդեն խոստովանել եմ իմ առաջին, բայց ոչ ամենամեծ մեղքը։ Տեսանյութում ես քեզ պատմեցի այն, ինչ պետք է իմանար աշխարհը, ինչ պետք է իմանար Գարիկը, բայց ես չկարողացա պատմել ամենասարսափելի ճշմարտությունը։ Այն չափազանց սարսափելի է։ Ես այն վստահում եմ միայն քեզ, որովհետև դու միակն ես, ով կարող է հասկանալ։ Անահիտի սիրտը սկսեց բաբախել այնպես, կարծես պատրաստվում էր կոտրել կողոսկրերը։ Նա շարունակեց կարդալ. Այն, ինչ ես ասացի Գարիկի մասին, ճիշտ է։ Նա իմ կենսաբանական որդին չէ։ Ես նրան վերցրի ծննդատանը, բայց ես ստեցի մի կարևոր հարցում։ Ես ստեցի, թե ում հետ եմ փոխել նրան։ Ես չեմ փոխել նրան իմ դստեր հետ, Անահիտ, որովհետև այդ օրը ես դուստր չեմ ունեցել։ Անահիտը վերընթերցեց վերջին նախադասությունը. 1, 2, 3 անգամ։ Բառերը կարծես կորցրել էին իրենց իմաստը։ Դա անհնար էր։ Ինչպես թե դուստր չի ունեցել։ Բա Անուշը, բա կապույտ աչքերը։ Նրա ուղեղը հրաժարվում էր ընդունել կարդացածը։
Այդ օրը ես ունեցա մեռելացին երեխա, շարունակվում էր նամակում, մի փոքրիկ անկենդան աղջիկ։ Կարենը կսպաներ ինձ, ոչ թե բառի բուն իմաստով, այլ կսպաներ իմ հոգին, կխլեր չեզ ինձնից, կդուրս շպրտեր փողոց։ Ես խուճապի մեջ էի, եւ այդ ժամանակ բուժքույրը մոտեցալ ինձ։ Նա ասաց, որ հարևան պալատի կինը Սոնան ունեցել է տղա, բայց հրաժարվել է նրանից։ Իսկ մեկ այլ պալատում մի կին, զինվորականի կինը, ունեցել է աղջիկ, բայց երեխան մահացել է ծնվելուց մի քանի ժամ անց։ Նա ասաց, մենք կարող ենք ամեն ինչ շտկել։ Մենք կասենք զինվորականին, որ իր երեխան ողջ է, բայց թույլ է, եւ կտանք նրան քո մեռած երեխային։ Իսկ դու կվերցնես Սոնայի տղային եւ կասես, որ դա քո որդին է։ Անահիտը զգաց, Թե ինչպես է սենյակի հատակը սկսում պտտվել։ Խորհրդավոր Անուշը, իր քույրը, գոյություն չի ունեցել։ Նա ծնվել է մահացած։ Այն կինը, ում նա պատրաստվում էր փնտրել, երբեք կենդանի չի եղել, բայց սա դեռ ամենասարսափելին չէր։ Ամենասարսափելին հաջորդ տողերում էր, բայց ես չկարողացա դա անել։ Ես չկարողացա իմ անկենդան մարմինը տալ մի ուրիշ մոր։ Ես նայեցի քեզ, իմ 3 տարեկան Անահիտի նկարին եւ հասկացա, որ չեմ կարող քեզ թողնել առանց քրոջ կամ եղբոր։ Ես գործարք առաջարկեցի բուժքրոջը։ Ես ասացի, իսկ ինչ կլինի, եթե ես վերցնեմ երկուսին էլ, եւ տղային, եւ այն կնոջ երեխային, ում դուք ուզում էիք տալ իմինը։ Նա ասաց, որ դա անհնար է, բայց ես նրան այնքան փող տվեցի, որ անհնարինը դարձավ հնարավոր։ Մենք կեղծեցինք փաստաթղթերը։ Մենք գրանցեցինք, որ ես ունեցել եմ երկվորյակներ, տղա եւ աղջիկ, բայց քանի որ Կարենը միայն տղա էր ուզում, ես նրան ասացի, որ աղջիկը թույլ է ծնվել եւ մահացել է։ Իսկ իրականում ես նրան տվեցի որդեգրման մի հարուստ, բայց անզավակ ընտանիքի, որոնք իմ հեռավոր բարեկամներն էին։ Ես չէի կարող նրան պահել։ Կարենը կկասկածեր, բայց ես չէի կարող նաև նրան թողնել անծանոթների մոտ։ Այդ աղջիկը, ում ես անվանեցի Անուշ, նա ողջ է, Անահիտ։ Նա մեծացել է հարստության մեջ, ստացել է լավագույն կրթությունը։ Նա քո քույրը չէ, նա Գարիկի կենսաբանական քույրն է։ Նրանք երկվորյակներ են, եւ ամենասարսափելին, դու նրան ճանաչում ես, շատ լավ ես ճանաչում։ Նրա անունն է Լիլիթ։ Անահիտի ձեռքից նամակը ընկավ գետնին։ Լիլիթ, Գարիկի կինը, նրա հարսը, տարիներ շարունակ նա եղել է իր կողքին։ Նրանք միասին են մեծացել, կիսել են ուրախությունն ու տխրությունը։ Լիլիթը, ով միշտ այնքան նվիրված էր Գարիկին, այնքան էր պաշտպանում նրան, այժմ ամեն ինչ իմաստ ստացավ։ Նրանց անբացատրելի կապը, նրանց նմանությունը, որը բոլորը համարում էին պարզապես երկար ամուսնական կյանքի արդյունք։ Դա արյունն էր, նրանք եղբայր ու քույր էին, եւ նրանք ամուսնացած էին, եւ նրանք երեխաներ ունեին։ Անահիտը զգաց, թե ինչպես է սրտխառնոցի ալիքը բարձրանում կոկորդը։ Նրա աշխարհը ոչ թե պարզապես փլուզվեց, այլ շրջվեց ներս ու դուրս, բացահայտելով մի այնպիսի այլանդակ ճշմարտություն, որը մարդկային բանականությունը չէր կարող ընդունել։ Առաջին ռեակցիան ժխտումն էր։ Մաքուր, բնազդային ժխտում, որը պաշտպանում էր բանականությունը լիակատար փլուզումից։ Անահիտի ուղեղը պարզապես հրաժարվում էր ընդունել բառերի իմաստը։ Լիլիթ, Գարիկի քույրը։ Դա անհեթեթություն էր, հիվանդ երևակայության արդյունք, սարսափելի սխալ։ Նա կրկին վերցրեց նամակը, փնտրելով հերքում, բացատրություն, որևէ նշան, որ ինքը սխալ է հասկացել։ Բայց բառերը նույնն էին՝ սառը, անդառնալի եւ դաժան։ Հետո ժխտմանը փոխարինելու եկավ ֆիզիկական ռեակցիան։ Նա զգաց, թե ինչպես է սառը քրտինքը ծածկում իր մարմինը, թեև արվեստանոցում տոթ էր։ Նրա տեսողությունը մթագնեց, եւ նա ստիպված էր բռնվել մոտակա սեղանից, որպեսզի չընկնի։ Նրա ականջներում խուլ զնգոց էր, որը խեղդում էր աշխարհի բոլոր ձայները։ Նա նայեց իր կտավներին, վառ, կենսախինդ գույներով լի աշխատանքներին, եւ դրանք նրան թվացին անիմաստ, սուտ, ինչպես իր ամբողջ անցյալ կյանքը։ Ամեն ինչ վերագնահատվում էր այդ նոր, սարսափելի լույսի ներքո։ Լիլիթի անսահման նվիրվածությունը Գարիկին, որը նա միշտ համարում էր կնոջ սեր, այժմ այլանդակ երանգ էր ստանում։ Նրանց վեճերը, որոնցում Լիլիթը միշտ Գարիկի կողն էր բռնում, նույնիսկ երբ նա ակնհայտորեն սխալ էր։ Նրանց երեխաները, այդ միտքը դանակի պես խոցեց Անահիտի սիրտը, եւ նա վազեց դեպի լոգարան, հազիվ հասցնելով խոնարհվել լվացարանի վրա։ Երբ ֆիզիկական ցնցումն անցավ, մնաց սառը, դատարկող հուսահատությունը։ Ինչ անել հիմա, ում ասել։ Ինչպես կարելի է ապրել այս գիտելիքով։ Նա չէր կարող գնալ Գարիկի մոտ։ Նա ոչ միայն չէր հավատա, այլև կմեղադրեր իրեն հերթական սադրանքի մեջ։ Լիլիթին ասել,
Ինչպես կարելի է ասել մի կնոջ, որ իր ամուսինը իր եղբայրն է, իսկ իր երեխաները արյունապղծության արդյունք։ Այդ ճշմարտությունը կսպաներ նրան։ Մի պահ նա մտածեց այրել նամակը, թաղել գաղտնիքը մոր հետ միասին և փորձել ապրել այնպես, կարծես ոչինչ չգիտի։ Բայց նա հասկացավ, որ դա անհնար է։ Այս գիտելիքը թույնի պես արդեն իր արյան մեջ էր, և այն կքայքայեր իրեն ներսից։ Նա նայեց հեռախոսին։ Կար միայն մեկ մարդ, ում նա կարող էր վստահել, մեկ մարդ, ով նույնպես գիտեր, որ աստղիկը ընդունակ է սարսափելի գաղտնիքներ պահելու։ Նա զանգահարեց Տիգրանին. «Պարոն Տիգրան, ես պետք է ձեզ տեսնեմ։ Հիմա, շտապ»։ Նրա ձայնը խռպոտ էր և անծանոթ։ Կես ժամ անց նրանք հանդիպեցին մի փոքրիկ անաղմուկ սրճարանում։ Անահիտը դրեց նամակը սեղանին։ Տիգրանը կարդաց այն դանդաղ, առանց որևէ զգացմունք արտահայտելու։ Երբ նա վերջացրեց, երկար լռեց, նայելով պատուհանից դուրս։ «Ես միշտ կասկածում էի», վերջապես ասաց նա, «որ կա ավելին, քան նա պատմում էր»։ Նրա մեղքի զգացումը չափազանց խորն էր միայն մեկ երեխային փոխելու համար։ Անահիտը նայեց նրան հարցական հայացքով։ «Դուք կասկածում էիք, բայց ինչպես»։ «Լիլիթի որդեգրումը», բացատրեց Տիգրանը։ «Ես էի զբաղվում այդ գործով»։ Աստղիկը ներկայացրեց դա որպես բարեգործություն, օգնելով իր հեռավոր բարեկամներին։ Բայց նրա անհանգստությունը անբնական էր։ Նա վճարեց ահռելի գումարներ, որպեսզի ամեն ինչ արագ և առանց հարցերի արվի։ Իսկ հետո, երբ Գարիկն ու Լիլիթը մեծացան և որոշեցին ամուսնանալ, աստղիկը մոլեգնության մեջ էր։ Նա արեց ամեն ինչ, որպեսզի խանգարի այդ ամուսնությանը։ Բոլորս կարծում էինք, որ նա պարզապես կարծում է, թե Լիլիթը արժանի չէ իր որդուն։ Բայց հիմա ամեն ինչ պարզ է։ Այս բացահայտումը նոր ցնցում էր Անահիտի համար։ Ուրեմն, իր մայրը գիտեր, նա իմացել է նրանց հարաբերությունների մասին և ոչինչ չի արել, որպեսզի կանգնեցնի դա վերջնականապես։ Նա թույլ է տվել, որ այս սարսափը շարունակվի։ Այդ պահին Անահիտի վիշտը վերածվեց սառը, վճռական կատաղության։ Նա այլևս զոհ չէր։ Նա այս պատմության միակ կենդանի վկան էր, ով գիտեր ամբողջ ճշմարտությունը։ Եվ նա պարտավոր էր ինչ-որ բան անել։ «Ինչ ենք անելու», հարցրեց նա Տիգրանին, և նրա ձայնում այլևս դող չկար։ Տիգրանը նայեց նրան ուշադիր։ «Այստեղ երկու ճանապարհ կա, Անահիտ։ Առաջինը, մենք կարող ենք այս ամենը թաղել, ոչնչացնել նամակը և փորձել ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել։ Դա կփրկի երեխաներին հասարակական սկանդալից, բայց կթողնի այս թույնը ընտանիքի ներսում։ Երկրորդ ճանապարհը ճշմարտությունն է, բայց դա կլինի միջուկային պայթյունի պես։ Այն կնոչնչացնի ամեն ինչ և բոլորին, իր ճանապարհին, Գարիկին, Լիլիթին, նրանց երեխաներին»։ Ընկերության հեղինակությունը։ Անահիտը երկար լռեց։ Նա մտածում էր Գարիկի երեխաների, իր զարմիկների մասին, ովքեր իրականում նա նույնիսկ չգիտեր, թե ինչպես անվանել նրանց։ Նա մտածում էր Լիլիթի մասին, ով ապրում էր երջանիկ անգիտության մեջ։ Բայց հետո նա մտածեց այն ստի մասին, որը թունավորել էր իր ամբողջ կյանքը, որը սպանել էր իր մոր հոգին։ Եվ նա կայացրեց իր որոշումը։ «Երրորդ ճանապարհ կա», ասաց նա, և նրա աչքերում վառվեց պողպատե կայծ։ «Ես չեմ հրապարակի ճշմարտությունը, դեռ ոչ, բայց ես կօգտագործեմ այն։ Գարիկը սպառնում էր ինձ, նա ուզում էր խլել ինձնից ամեն ինչ։ Հիմա ես ունեմ մի զենք, որի դիմաց նրա բոլոր փաստաբաններն ու փողերը անզոր են։ Ես կվերադարձնեմ այն, ինչն իմն է, և ես կստիպեմ նրան վճարել այն ամենի համար, ինչ արել է մայրս, նրան փրկելու համար»։ Նա այլևս պարզապես Անահիտը չէր, երասկոտ նկարչուհին։ Նա Աստղիկ Սարգսյանի դուստերն էր, և նա պատրաստվում էր սկսել իր սեփական պատերազմը։ Սրճարանից դուրս գալով, Անահիտը զգաց ոչ թե թեթևություն, այլ իր ուսերին դրված պատասխանատվության սառը ծանրությունը։ Նա այլևս չէր կարող լինել զգայուն նկարչուհի, ով թաքնվում է իր արվեստանոցում։ Նրա ձեռքում ոչ միայն սեփական ճակատագիրն էր, այլև մի քանի մարդկանց կյանքեր, որոնք կարող էին փշրվել մեկ սխալ քայլից։ Նրա մտքում հստակ պլան էր ձևավորվում, սառը, հաշվարկված և անխիղճ։ Նա այլևս չէր խնդրելու, չէր բանակցելու։ Նա պահանջելու էր։ Նրա առաջին զանգը եղավ ոչ թե Գարիկին, այլ Լիլիթին։ Նա պետք է հասկանար, թե որքան գիտի նա։ «Լիլիթ, բարև», նրա ձայնը հանգիստ էր ու վստահ։ «Ես ուզում եմ քեզ հանդիպել, մենակ։ Կա մի բան, որ դու պետք է իմանաս մեր ընտանիքի մասին»։ Լիլիթի ձայնում տագնապ կար։
Անահիտ, ինչ է պատահել, Գարիկը այնքան տարօրինակ է իրեն պահում, նա ոչինչ չի ասում, միայն կրկնում է, որ դու փորձում ես կործանել մեզ։ Հենց դրա մասին էլ ուզում եմ խոսել, պատասխանեց Անահիտը։ Հանդիպենք մեր սիրելի զբոսայգում, 1 ժամից։ Նա գիտեր, որ Գարիկը հավանաբար լսում է իր կնոջ հեռախոսը, եւ դա հենց այն էր, ինչ նրան պետք էր։ Նա ցանում էր անհամաձայնության առաջին սերմերը։ Զբոսայգում Լիլիթը անհանգիստ սպասում էր նստարանին։ Նրա դեմքը գունատ էր, աչքերը կարմրած։ Անահիտ, ասա, խնդրում եմ, ինչ է այս ամենը։ Նա խոսում էր շշուկով, կարծես վախենալով, որ ինչ-որ նեկը կլսի։ Ինչ կտակ է դա, ինչու է Գարիկը խելագարվել։ Անահիտը նստեց նրա կողքին։ Նա նայեց այս կնոջը, ում ամբողջ կյանքում համարել էր իր հարսը, եւ սիրտը սեղմվեց։ Նա անմեղ էր այս պատմության մեջ, բայց Անահիտը չէր կարող նահանջել։ Լիլիթ, ես քեզ մի հարց կտամ, եւ խնդրում եմ, ազնիվ պատասխանիր։ Դու երբևէ որևէ տարօրինակ բան նկատել ես քո որդեգրման պատմության մեջ, որևէ բան, որը քեզ ստիպել է կասկածել։ Լիլիթը ցնցվեց։ Որդեգրման։ Որտեղից դու։ Ես երբեք ոչ ոքի չեմ ասել։ Մայրս գիտեր, հանգիստ պատասխանեց Անահիտը, եւ նա ինձ պատմել է։ Նա նաեւ պատմել է, թե ինչու էր այդքան դեմ քո եւ Գարիկի ամուսնությանը։ Նա դիտմամբ կիսատ թողեց խոսքը, թույլ տալով, որ Լիլիթի երևակայությունը լրացնի բացերը։ Լիլիթի աչքերը լայնացան սարսափից։ Նա գիտեր իմ իսկական ծնողների մասին, նրանք վատ մարդիկ էին, դրա համար էր դեմ։ Ոչ Լիլիթ, Անահիտի ձայնը փափկեց, դա շատ ավելի բարդ է։ Պարզապես իմացիր, որ մայրս ուզում էր քեզ պաշտպանել։ Իսկ հիմա Գարիկը, չհասկանալով իրականությունը, պատրաստվում է մի բան անել, որը կարող է ցավ պատճառել բոլորիս, հատկապես քեզ։ Ես փորձում եմ կանգնեցնել նրան։ Նա չասաց ճշմարտությունը, բայց ասաց ճշմարտության մի մասը այնպես ձևակերպված, որ Լիլիթի մտքում կասկածի որդը սկսի իր քայքայիչ աշխատանքը։ Նա հույսը դնում էր ոչ թե Լիլիթի աջակցության, այլ նրա վախի վրա։ Հաջորդ քայլը ուղղակի հարձակումն էր։ Անահիտը գնաց Սարգսյան գրուպի գրասենյակ։ Երբ նա մտավ Գարիկի շքեղ աշխատասենյակ, նա այնտեղ մենակ չէր։ Նրա կողքին նստած էին նույն 2 փաստաբանները։ Գարիկը վեր կացավ։ Նրա դեմքին զայրույթի եւ հաղթանակի խառնուրդ կար։ Ահա եւ դու եկել ես հանձնելու։ Իմ փաստաբաններն արդեն պատրաստել են հայցադիմումը։ Մենք կապացուցենք, որ դու փրցել ես խարդախությամբ տիրանալ ընտանեկան ակտիվներին։ Անահիտը հանգիստ մոտեցավ սեղանին եւ դրեց իր հեռախոսը նրա դիմաց։ Մինչև դուք կսկսեք ձեր իրավական թատրոնը, ես առաջարկում եմ լսել մի բան։ Սա մեր մոր օրագրի մի հատվածի ձայնագրությունն է։ Նա կարդում է այն անձամբ։ Ես այն գտա պահատուփում նամակի հետ միասին։ Սա սուտ էր, բայց հզոր սուտ։ Նա սեղմեց կոճակը եւ սենյակում հնչեց ոչ թե աստղիկի, այլ իր իսկ ձայնը, որը կարդում էր նամակի ամենասարսափելի հատվածը, առանց անուններ տալու։ Ես կեղծեցի փաստաթղթերը։ Ես գրանցեցի, որ ունեցել եմ երկվորյակներ, տղա եւ աղջիկ։ Ես նրան տվեցի որդեգրման։ Նրանք եղբայր ու քույր են։ Ձայնագրությունն ավարտվեց։ Սենյակում տիրեց խորը լռություն։ Փաստաբանները շփոթված նայում էին միմյանց։ Գարիկի դեմքից գույնը գնացել էր։ Ինչ անհեթեթություն է սա, կակազեց նա։ Սա քո ձայնն է, դու ես սա սարքել։ Ճիշտ է, սա իմ ձայնն է, հաստատեց Անահիտը, բայց բարերը մեր մորն են։ Իսկ հիմա պատկերացրու, թե ինչ կլինի, երբ այս ձայնագրությունը բնօրինակ նամակի հետ միասին հայտնվի մամուլում։ Ոչ թե պարզապես այն պատմությունը, որ դու որդեգրված ես, այլ այս մյուս, շատ ավելի սկանդալային պատմությունը։ Մտածիր, թե ինչպես դա կանդրադառնա ընկերության բաժնետոմսերի վրա։ Մտածիր քո երեխաների մասին։ Նա օգտագործեց Գարիկի իսկ զենքը նրա դեմ։ Գարիկը նայեց նրան, եւ նրա աչքերում Անահիտը տեսավ ոչ միայն ատելություն, այլև վախ։ Իրական, խորը վախ։ Նա հաղթել էր այս ճակատամարտում։ Ինչ ես ուզում, խզված ձայնով հարցրեց Գարիկը։ Անահիտը վերցրեց հեռախոսը։ Ես ուզում եմ այն, ինչն իմն է ըստ օրենքի։ Դու կվերականգնես իմ բոլոր հաշիվները, դու կհանի բոլոր հայցերը, դու կդադարես հետևել ինձ եւ կդադարես փորձել գտնել մարդկանց Գյումրիում։ Եվ մենք այլևս երբեք չենք խոսի այս մասին։ Դու կշարունակես լինել Սարգսյանների կայսրության ղեկավարը, իսկ ես կապրեմ իմ կյանքով։ Բայց իմացիր, որ եթե դու փորձես խախտել այս պայմաններից որևէ մեկը, այս ձայնագրությունը կստանա յուրաքանչյուր լրագրող այս քաղաքում։ Նա շրջվեց եւ ուղղվեց դեպի դուռը։ Նա հաղթել էր։ Նա ստացել էր այն, ինչ ուզում էր։ Բայց երբ նրա ձեռքը դռան բնակի վրա էր, Գարիկը խոսեց։
Դու կարծում ես հաղթել ես։ Նրա ձայնը լի էր թույնով։ Դու ոչինչ չես հասկանում։ Դու կարծում ես մեր մայրը քեզ պաշտպանել է։ Իսկ դու մտածել ես, թե ինչու է նա քեզ թողել այս զենքը։ Ոչ թե որ դու պաշտպանվես, այլ որ դու ոչնչացնես ինձ։ Նա ատում էր ինձ, ատում էր, որովհետև ես նրան հիշեցնում էի իր մեղքի մասին, իսկ քեզ նա օգտագործում է իր գերեզմանից, իր վրեժը լուծելու համար։ Դու նրա գործիքն ես, Անահիտ, ոչ թե նրա ժառանգորդը։ Այդ խոսքերը խոցեցին Անահիտին ավելի ուժեղ, քան ցանկացած ֆիզիկական հարված։ Նա դուրս եկավ սենյակից, իր հաղթանակի մեջ զգալով պարտության դառը համը։ Նա հասել էր իր նպատակին, բայց ճանապարհին կորցրել էր մի բան շատ ավելի կարևոր՝ իր մոր մասին վերջին պատրանքները։ Եվ նա հասկացավ, որ իրական պատերազմը դեռ նոր է սկսվում։ Գալիկի խոսքերը դանակի պես խրվեցին Անահիտի սրտում, բայց այս անգամ ցավի փոխարեն դրանք ծնեցին սառը, պարզ մի գիտակցում։ Գուցե Գարիկը ճիշտ էր։ Գուցե իր մայրը, Աստղիկը, իրականում ոչ թե փորձել էր ուղղել իր սխալները, այլ պարզապես շարունակել էր իր խաղը գերեզմանից։ Նա օգտագործել էր իրեն, Անահիտին, որպես վրեժի գործիք, իսկ Գարիկին որպես զոհ։ Այս գիտակցումը սարսափելի էր, բայց միևնույն ժամանակ ազատագրող։ Անահիտը հասկացավ, որ ինքը այլևս պարտավոր չէ խաղալ մոր կանոններով։ Նա կարող էր ստեղծել իր սեփական կանոնները։ Այդ գիշեր նա չքնեց։ Նա կարդում էր մոր օրագիրը, ոչ թե որպես դուստր, այլ որպես հետախույզ, փնտրելով բանալիներ, թելեր, որևէ բան, որը կօգներ իրեն հասկանալ այդ բարդ ողբերգական կնոջ իրական դրդապատճառները։ Եվ լուսադեմին նա գտավ այն՝ մի փոքրիկ գրառում, որն արվել էր Լիլիթի եւ Գարիկի հարսանիքից մեկ օր առաջ։ Նրանք ամուսնանում են, գրել էր Աստղիկը։ Ես փորձեցի ամեն ինչ, որպեսզի կանգնեցնեմ նրանց, բայց ապարդյուն։ Ես չեմ կարող ասել ճշմարտությունը, դա կսպանի նրանց, բայց ես չեմ կարող նաև թույլ տալ, որ այս մեղքը շարունակվի։ Կա միայն մեկ ելք։ Ես խոսել եմ մեր ընտանեկան բժշկի հետ, կան ժամանակակից մեթոդներ, նրանք կարող են երեխաներ ունենալ արհեստական ճանապարհով, օգտագործելով դոնորական նյութ։ Ես կվճարեմ ինչքան պետք է։ Գարիկն ու Լիլիթը երբեք չեն իմանա, որ իրենց երեխաները կենսաբանորեն իրենցը չեն։ Նրանք կմտածեն, որ դա բժշկական խնդիր է։ Սա կլինի իմ վերջին սուտը, սուտ հանուն փրկության։ Անահիտի ձեռքերը դողացին։ Երեխաները։ Գարիկի եւ Լիլիթի երեխաները իրենցը չէին, նրանք արյունակից չէին։ Այդ սարսափելի մեղքը, որը նա պատկերացնում էր, գոյություն չուներ։ Նրա մայրը, իր ողջ դաժանության մեջ, վերջին պահին գտել էր իր մեջ ուժ կանխելու ամենավատը։ Սա փոխում էր ամեն ինչ։ Այդ օրը Անահիտը կանչեց բոլորին Սարգսյանների առանձնատուն, այն նույն հյուրասենյակ, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Նա կանչեց Գարիկին, Լիլիթին, Վարդանին և Տիգրանին։ Երբ բոլորը հավաքվեցին, լարվածությունը կարելի էր դանակով կտրել։ Գարիկը նայում էր նրան ատելությամբ, Լիլիթը վախով ու կասկածով։ Անահիտը կանգնեց սենյակի կենտրոնում, ձեռքին բռնած մոր օրագիրը։ Ես ձեզ հավաքել եմ այստեղ, որպեսզի վերջ դնեմ այս պատմությանը, սկսեց նա հանգիստ, բայց վճռական տոնով։ Մեր մայրը մեզ թողեց մի կտակ, լի ստով, կիսաճշմարտություններով և ցավով։ Նա ստիպեց մեզ ատել միմյանց, բայց նա նաև թողեց ճշմարտությունը, որը թաքնված էր այս տողերի մեջ։ Նա նայեց ուղիղ Գարիկին։ Այնինչ դու գիտես, Գարիկ, ճիշտ է։ Դու մեր մոր կենսաբանական որդին չես, բայց այնինչ դու չգիտես, այն է, որ դու մենակ չես եկել այս աշխարհ։ Դու ունես երկվորյակ քույր։ Լիլիթը շունչը պահեց։ Գարիկը քարացել էր։ Եվ այդ քույրը, շարունակեց Անահիտը, նրա ձայնը դողաց, Լիլիթն է։ Սենյակում պայթեց ռումբ։ Լիլիթը բացականչեց և ձեռքով փակեց բերանը։ Գարիկի դեմքը սպիտակեց կավիճի պես։ Սուտ է, մրմնչաց նա, հերթական սուտը։ Ոչ, Անահիտի ձայնը դարձավ պողպատի պես ամուր։ Սա ճշմարտությունն է, և մեր մայրը գիտեր դրա մասին։ Նա գիտեր, երբ դուք ամուսնանում էիք։ Նա փորձել է ձեզ կանգնեցնել, բայց չի կարողացել։ Եվ նա արել է մի բան, որը փոխել է ամեն ինչ։ Նա բացեց օրագիրը և կարդաց այն հատվածը, որը գտել էր։ Երբ նա ավարտեց, սենյակում տիրում էր մեռյալ լռություն։ Լիլիթը լալիս էր, անձայն, մարմինը ցնցվում էր հեկեկոցից։ Գարիկը նայում էր նրան, և նրա դեմքին ատելությանը փոխարինելու էր եկել անսահման ցավի ու շփոթմունքի արտահայտություն։ Նրանց ամբողջ կյանքը, նրանց սերը, նրանց ընտանիքը, ամեն ինչ կեղծիք էր, բայց միևնույն ժամանակ իրական։
Նրանց երեխաները, ովքեր նրանց փրկությունն էին, նաև նրանց մեղքի հավերժական հիշեցումն էին։ Իսկ հիմա ի՞նչ, վերջապես խզված ձայնով հարցրեց Գարիկը։ Նա այլևս իշխող տնօրեն չէր, այլ կորած, խոցված մարդ։ Այդ պահին Անահիտը կատարեց իր ընտրությունը։ Նա կարող էր ոչնչացնել նրանց, նա կարող էր վերցնել ամեն ինչ, բայց նա նայեց Գարիկին ու Լիլիթին, ովքեր կանգնած էին իրենց անձնական դժոխքի եզրին և հասկացավ, որ վրեժը նրան ոչինչ չի տա։ Նրա մայրը ստեղծել էր այս թունավոր շղթան և իր պարտքն էր այն կոտրել։ Հիմա դուք պետք է որոշեք, թե ինչպես եք ապրելու այս ճշմարտության հետ, ասաց նա մեղմորեն։ Դա ձեր կյանքն է և ձեր երեխաների կյանքը։ Ինչ վերաբերում է ինձ, ես այլևս ոչինչ չեմ ուզում, ոչ փող, ոչ ընկերություն։ Ես ուզում եմ միայն ազատություն այս ստից։ Ես հրաժարվում եմ իմ բաժնեմասից։ Դուք կարող եք վերցնել ամեն ինչ, սա իմ կտակն է ձեզ։ Նա դրեց օրագիրը սեղանին, շրջվեց և Վարդանի հետ դուրս եկավ տրից, թողնելով Գարիկին ու Լիլիթին մենակ իրենց քանդված աշխարհի բեկորտների հետ։ Անցավ 1 տարի։ Անահիտն ու Վարդանը վաճառեցին իրենց քաղաքի բնակարանը և տեղափոխվեցին Դիլիջան։ Նրանք գնեցին մի փոթրիկ տուն, այգով և արվեստանոցով, որի պատուհանները նայում էին անտառին։ Անահիտը նկարում էր, նա նկարում էր շատ, ինչպես երբեք։ Նրա նկարները փոխվել էին, դրանցում այլևս չկար այն թաքնված տագնապն ու մենությունը, դրանք լի էին լույսով, օդով և հանգստությամբ։ Նա այլևս չէր փնտրում իրեն, որովհետև վերջապես գտել էր։ Մի օր, երբ նա աշխատում էր արվեստանոցում, դուռը թաքեցին։ Դա Գարիկն էր։ Նա շատ էր փոխվել, ամբարտավան հայացքը անհետացել էր, աչքերում հանգիստ տխրություն կար։ Նա մենակ էր։ «Մենք ամուսնալուծվեցինք», ասաց նա առանց նախաբանի։ Դա միակ ճիշտ որոշումն էր։ Լիլիթը երեխաների հետ տեղափոխվեց Ֆրանսիա։ Մենք որոշեցինք, որ նրանց համար ավելի լավ է մեծանալ մի վայրում, որտեղ ոչ ոք չգիտի մեր պատմությունը։ Մենք նրանց կասենք, երբ բավականաչափ մեծ լինեն։ Նա լռեց, հետո ավելացրեց. Ես վաճառեցի ընկերությունը, այն այլևս իմը չէր։ Ես չէի կարող կառավարել մի կայսրություն, որը կառուցված էր ստի վրա։ Սա քոն է։ Նա Անահիտին մեկնեց մի ծրար։ Սա վաճառքի գումարի կեսն է, այն, ինչը քեզ էր հասնում։ Անահիտը չվերցրեց ծրարը։ Ես դրա կարիքը չունեմ, Գարիկ։ Գիտեմ, ասաց նա, բայց սա փողի մասին չէ, սա արդարության մասին է։ Խնդրում եմ, վերցրու։ Անահիտը վերցրեց։ Նրանք երկար կանգնած էին լուռ։ Ես ներում եմ նրան, վերջապես ասաց Գարիկը։ Մեր մորը, նա հրեշ չէ, նա պարզապես թույլ, վախեցած կին էր, ով սարսափելի սխալներ գործեց։ Ես էլ, շշնջաց Անահիտը։ Եվ այդ պահին նրանք այլևս թշնամիներ չէին։ Նրանք երկու մարդ էին, ովքեր անցել էին դժոխքի միջով և ողջ էին մնացել։ Սուտը, նույնիսկ լավագույն մտադրություններով միշտ գին ունի, բայց երբեմն դրա մոխիրների վրա կարող է ծնվել մի բան ավելի մաքուր և իսկական՝ ներում և ճշմարտություն։ Իսկական ընտանիքը ոչ միայն արյունն է, այլև սերն ու ցավը միասին կրելու կարողությունը։ Այս պատմությունը շատ հարցեր է առաջացնում։ Արդյոք աստղիկը արժանի է ներման։ Ինչպես կվարվեիք դուք Անահիտի կամ Գարիկի տեղում։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում։ Մեզ համար շատ կարևոր է իմանալ, թե ինչ դասեր քաղեցիք դուք այս բարդ պատմությունից։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։